Հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք կխոսենք Ռուսաստանի տնտեսության մասին 2025 թվականին, կամփոփենք տարբեր տվյալները, կարծում եմ ընդհանուր առումով այսպիսի տարվա ամփոփումը տնտեսական առումով հետաքրքիր եւ արդյունավետ կլինի։ Առաջերտին անպայման կոչ եմ անում ձեզ, որ լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, ցանկության դեպքում դուք կարող եք նաեւ բաժանորդագրվել ալիքին։ Դա նկարագրությունում նշված է, թե ինչպես։ Հարգելի հայրենակիցներ, 2025 թվականի Ռուսաստանի տնտեսությունը արդեն կարելի է ասել բարդ իրավիճակում է գտնվում, որովհետև հետևանքները 2022 թվականից սկսած ներխուժումի Ուկրաինա արդեն ակտիվորեն երևում են։ Եվ պատերազմի ժամանակ ծախսերը եւ բարձր գները նաեւ տարբեր պատժամիջոցների պատճառով առհասարակ բերում են ռուսական տնտեսության 2025 թվականին կարելի է ասել լուրջ խնդիրներին եւ դանդաղելուն տնտեսական զարգացմանը։ Եվ սա արդեն խնդիրները վերաբերվում են տարբեր ոլորտներին, ինչպեսին է էներգետիկ ոլորտը, պաշտպանության ոլորտը, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, բանկային համակարգի։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ 2022 թվականից հետո Ռուսաստանի ՀՆԱ-ն աճում էր մոտավորապես 1,5-2,5%-ով, ամենամեծ աճը ուրեմն տեղի ունեցավ կովիդից հետո 21 թվականին 4,7% եւ նաեւ այդ ժամանակ աճել էր նավթի գինը։ 2022 թվականի ուրեմն հետևանքում ՀՆԱ-ն մոտավորապես 1,4-2%-ով նվազեց եւ շատերը էլ ավելի մեծ նվազում էին իրականում ակնկալում, բայց մոտավորապես տվյալները դրա մասին են։ 2023-24 թվականներին ըստ ուրեմն տվյալների աճը ՀՆԱ-ի տեղի է ունեցել մոտավորապես 4%-ով, բայց 2025 թվականին լրջագույն նվազում է տեղի ունեցել աճում եւ հիմա արդեն ինչքանով հասկանում ենք 2025 թվականի աճը մոտավորապես 0,6 կամ մինչև 1% աճ է ընդհանուր առումով։ Եվ սա վերաբերվում է Ռուսաստանի ֆինանսական համակարգի սահմանափակումներից, որոնց ֆինանսական համակարգը առնչվում է։ Պետք է նաև նշել, որ եթե ինֆլյացիան գնաճը, այսինքն Ռուսաստանում 2021 թվականին 5-6% էր, ապա հիմա կարելի է ասել լրջագույն աճ ունեցավ 2022 թվականին 13-14% ուրեմն գնաճ էր եւ դա վերաբերվում էր ռուսական դրամաժույթի ռուբլի կտրուկ արժեզրկմանը եւ ընդհանուր խնդիրներին ռուսական տնտեսությունում պատժամիջոցների հետևանքով։ Ռուսաստանի կենտրոնական բանկը սրան պատասխանեց ագրեսիվ եւ ուրեմն վարկանիշը այդ տոկոսի բանկային համակարգում աճեցրեց մինչև 20%, որով փորձեց կայունացնել գնաճը։ 2023 թվականին արդեն 7%-անոց գնաճ էր Ռուսաստանում, բայց 24 թվականին մենք տեսանք, որ գնաճը նորից աճեց 9-10% մոտավորապես։ Հիմա արդեն կարելի է ասել, որ Ռուսաստանի կենտրոնական բանկի գլխավոր տվյալը, որը վերաբերվում է հստակորեն ուրեմն տոկոսադրույթի կենտրոնական բանկի, այդ տոկոսադրույթը այս պահի համար 21% է, ինչը շատ բարձր ցուցանիշ է եւ որը նպատակ ունի ուրեմն այդ գնաճը սահմանափակի։ Վերջի ամիսների ընթացքում իջացրեցին այդ տոկոսադրույթը մինչև 16,5%, բայց ընդհանուր առումով գնաճը այս տարի մնում է 7-8%, ինչը շատ բարձր է ի համեմատություն իրանց ընդհանուր գնաճի կենտրոնական բանկի, որը 4% է, ցանկալի տարբերակ է։ Ուստի կարելի է ասել, որ այս ուղղությունով խնդիրները մնում են։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի ուրեմն աշխատատեղերի շուկայի առումով, կարելի է ասել
Եթե 21 թվականին 4,7% էր փնտրում աշխատանք, ապա այդ տվյալը հիմա 2% է։ Սա իհարկե վերաբերվում է նրան, որ ռազմական մոբիլիզացիա է տեղի ունեցել եւ ակտիվացել է մի քանի ոլորտ տնտեսության, որը կախված է ռազմական արտադրանքի հետ։ Բացի դրանից Ռուսաստանի շուկան հակառակը տեսնում ենք, որ ունի աշխատող մարդկանց ուրեմն դեֆիցիտ, հաշվի առնելով, որ շատ կադրեր Ուկրաինա են ուղարկվել եւ մահացել են այնտեղ, եւ հաշվի առնելով այդ քանակը, իսկ այդ քանակը շատ մեծ է, 100,000-ներով մարդու մասին է խոսք, զոհված, 100,000-ներով վիրավորված, տարբեր տվյալներով մեկ-մեկ ասում են միլիոն, միլիոն ու կես մարդ զոհված, վիրավորված, վերջնական տվյալներ իհարկե չունենք, այդ բոլոր մարդիկը մինչև այդ տնտեսությունում էին մասնակցում, առնվազն իրաց մեծ մասը, որտեղ այս մարդիկը բանակ չեն։ Բանակը առաջի ամիսների ընթացքում էր պատերազմանում, հիմա մեծ մասամբ պատերազմ է անում այս մոբիլիզացված ռեսուրսը մարդկանց։ Ինչ վերաբերվում է առևտրին, եթե ուրեմն առևտրի ուղղությունով մինչև 22 թիվը Եվրոպական միությունն էր կենսական ուղղությունը, խոսքին 120 միլիարդ դոլար Ռուսաստանը ուներ պրոֆիցիտ 21 թվին, 5-6% ՀՆԱ-ի, ապա մենք տեսանք այս ուղղությամբ ուրեմն լրջագույն խնդիրներ Ռուսաստանի եւ 2022 թվականին ուղղակի հաշվի առնելով բարձր գները նավթի վրա եւ միևնույն ժամանակ Ռուսաստանի կողմից ներմուծման նվազումը, սա բերեց պրոֆիցիտի բյուջեում 233 միլիարդ դոլարի, որը մոտավորապես 10,5% է ՀՆԱ-ին, որոնք ծախսվեցին հենց ռազմական ուղղությունով։ Ուստի ճիշտ են այն գնահատականները, երբ ասում են, որ նավթի եւ գազի վաճառքով Ռուսաստանը ֆինանսավորում է ուղիղ պատերազմը, եթե նույնիսկ ոչ ուղիղ, ապա միևնույնն է, Ռուսաստանը դրանով ֆինանսավորում է իրականում պատերազմը եւ աջակցում է պատերազմին։ Պատժամիջոցների հետևանքում Ռուսաստանում լրջորեն ընկավ արդեն այդ պրոֆիցիտը բյուջեի եւ հիմա արդեն 1,7% է 25 թվականին եւ դա արդեն շատ սահմանափակ է, մոտավորապես 20 միլիարդ դոլար է, այլ ոչ թե 230 միլիարդ, ինչը հսկայական գումար էր։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի էքսպորտին, ապա արտահանումներ միևնույն ժամանակ ընկնում է եւ Ռուսաստանը փորձել է արտահանման տարբեր ձևաչափեր ստեղծել։ Ռուսաստանի դերը առևտրում ուրեմն եվրոպական ուղղությունը գնալով նվազում է եւ Չինաստանի դերն է աճում Ռուսաստանի առևտրում։ Հիմա արդեն կազմում է 35% Ռուսաստանի արտահանմանը Չինաստանը։ Բացի դրանից Ռուսաստանի գլխավոր արտահանման ուղիները այս պահին Չինաստանն են, Հնդկաստանը եւ Թուրքիան, եւ մեծ առումով այդ ուղղությունով է արտահանում Ռուսաստանը նավթ եւ գազ։ Բացի դրանից պետք է ասել, որ Ռուսաստանը ուրեմն 2023 թվականին ռուսական ռուբլին դառավ 90 ռուբլի 1 դոլարի համար, 100 ռուբլին էր հասել նույնիսկ, հիմա կայունացվել է եւ մոտավորապես 80-90 ռուբլի է 1 դոլարի համար, բայց միևնույնն է այդ արժեզրկումը լրջորեն տեղի է ունեցել արդեն։ Ռուսաստանի համար բյուջեի ուրեմն պրոֆիցիտը շատ կարևոր մաս էր իր պետական ուրեմն քաղաքականության, բայց պանդեմիայի ժամանակ եւ երբ գները նավթի վրա ցածր էին, ակնհայտորեն դեֆիցիտի մեջ մտավ իրաց տնտեսությունը։ Դրանից հետո ուրեմն պետք է ասել, որ պատերազմից հետո առնվազն 60%-ը Ռուսաստանը իր ռեզերվների ազգային ուրեմն բարեկեցության հիմնադրամի ռեզերվների արդեն ծախսված են։ Եվ բացի դրանից արևմուտքը արգրավել է Ռուսաստանի մոտավորապես 300 միլիարդ դոլարը, որը կենտրոնական բանկի ռեզերվներն են եւ պահվում են արևմուտքում։ Բացի դրանից SWIFT-ի համակարգի անջատելը եւ գլոբալ կապիտալի շուկաների վրա Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակելը
բերել է նրան, որ լրջագույն կարելի է ասել խնդիրներ են ձևավորվել Ռուսաստանի տնտեսական համակարգի մեջ։ Եվ եթե շարունակենք զուտ տվյալներին նայել, ապա մենք կարող ենք ձեր հետ միասին ասել, որ ռուբլը այս ժամանակահատվածում 60 ռուբլից մի դոլարի համար աճել է մինչև 90-100 մոտավորապես, եւ միևնույն ժամանակ բյուջեի դեֆիցիտը կարելի է ասել հիմա արդեն հաստատ դեֆիցիտային է 1, 2, 3%, այս տարի 3% դեֆիցիտ ունեն բյուջեում եւ ընդհանուր առումով նվազում է Ռուսաստանի ֆիսկալ հնարավորությունը, ֆինանսական հնարավորությունները, կարճ ասած։ Էներգետիկ ոլորտում, ինչպես արդեն ասացի, Գազպրոմի ուրեմն հնարավորությունները լրջագույն խնդիր են ունեցել։ 2023 թվականին Գազպրոմի եկամուտը 41%-ով էր ընկել եւ գազի արտադրանքը 25%-ով էր ընկել, որովհետեւ այդ ամեն ինչը պետքա գնար դեպի արևմուտք։ Չկա հնարավորություն, որ շատ շտապ այդ գազը կարողանաս արտահանել եւ ուղարկել դեպի Չինաստան, ուստի այս նպատակով պետք է կառուցվի Սիբիրի ուժ 2 գազատարը մինչև Չինաստան, որին պետք է մի քանի տարի եւ առնվազն 100 միլիարդ դոլար ներդրում եւ այդ ուղղությամբ քննարկումներ կան։ Բացի նրանից, որ Ռուսաստանը ուրեմն զարգացնում է գազի արտահանման ուրիշ մեթոդներ, այդ թվում նավերի միջոցով, միևնույնն է, խնդիր է մնում այդ գազի ուղղությունով։ Ինչ վերաբերվում է նավթին, ապա նավթի ուղղությունով մի փոքր ավելի թեթև էր իրավիճակը, բայց 60 դոլարանոց ուրեմն լիմիտ երբ դրեցի սահմանափակում ռուսական նավթի վրա, դա նաև խփեց իհարկե Ռուսաստանի տնտեսությանը։ Բացի դրանից Ռուսաստանը էֆեկտիվ կարողացավ ստեղծել կապեր Չինաստանի, Հնդկաստանի եւ Թուրքիայի հետ նավթի ծախելու ուղղությունով։ Չնայած դրա պետք է ասել, որ Չինաստանը շատ էժան գներով է գնում ռուսական գազը եւ նավթը եւ անհամեմատելի է եկամուտները Չինաստանից, եթե համեմատենք նույն եվրոպական ուղղությամբ։ Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի այդ իր նավերը թաքուն, որոնք նավթը ուրեմն տանում են դեպի միջազգային շուկաներ եւ որոնց մասի շատ մեծ քննարկումներ կան։ Եվ հստակորեն կարելի ասել, որ մեկ ուղղությունը կարևորագույն դա Հնդկաստանն է։ Այդ իսկ պատճառով դուք հիշում եք, որ նախագահ Դոնալդ Թրամփը ակտիվորեն քննարկել էր եւ մի քանի անգամ բարձրաձայնել էր հենց Հնդկաստանի հետ այն հարցը, որ իրանք պետքա էլ չգնեն ռուսական նավթը։ Հնդկաստանի համար դա բարդ հարց է, որովհետեւ ամենամեծ երկիրն է աշխարհում եւ ունի հսկայական պահանջարկ նավթի, բայց միևնույն ժամանակ էժան նավթ է գնում Ռուսաստանից եւ Հնդկաստանը չի պատկերացնում, որ այդ էժան նավթից պետք է հրաժարվի ռուսական։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների այդ քաղաքականությունը ուղղված էր նրան, որ ինքը չի կարող Թուրքիային եւ Չինաստանին ստիպել հրաժարվել ռուսական նավթից, Թուրքիան նաև շատ շահագրգռված է այդ նավթի գնման գործընթացով եւ ուստի հաշվի առնելով դա Հնդկաստանը մեկ ուղղություն էր, եթե Հնդկաստանը հրաժարվի ռուսական նավթից, ապա լուրջ փոփոխություն տեղի կունենա, լուրջ հարված կլինի սա Ռուսաստանի համար նավթի գնման այդ գործընթացում։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ հաշվի առնելով, որ ռուսական նավթը եւ հենց նավերի միջոցով է գնում, ապա հասկանալի է, թե ինչու է Ուկրաինան փորձում խոցել ոչ միայն նավթի վերամշակման կենտրոնները Ռուսաստանում, այլ նաև նավթի այդ նավերը, որոնք արտահանում են նավթը ուրիշ պետություններ, դրանով ստեղծելով խոչընդոտներ, հատկապես Սև ծովում, եւ ոչ միայն, եւ Ուկրաինայի ուրեմն ուղղությունը հարվածների հասկանալի է, որտեղ դա անմիջապես խնդիր է ստեղծում հենց Ռուսաստանի տնտեսությանը։ Բացի դրանից Ռուսաստանի համար այս պատժամիջոցները բերեցին լուրջ խնդիրների, որովհետև գազի մատակարարման ուղիները միանգամից կանգնեցին, իսկ գազը հեշտ չէ նավթի հետ ի տարբերություն նավթի մատակարարել եւ այդ LNG ձևաչափը գազի, որ նավերով արտահանեն, բարդ է, իսկ միևնույն ժամանակ հետաքրքիրը այն է, որ
այս Սիբիրի ուժ 2 ծրագրի համար Չինաստանը չի շտապում գումարներ տալ Ռուսաստանին եւ այդ իսկ պատճառով դեռ չի զարգանում այդ ուղղությունը։ Բացի դրանից ընդհանուր առումով նավթի գները ընկել են եւ դա բերել է նաեւ խնդիրների, այնպես էլ ռուսական Urals-ը Brent-ի հետ համեմատ $20 էժան է վաճառվում, որովհետեւ ռուսական Urals-ը շատ ծանր նավթ է, իր մշակումը շատ ավելի բարդ է, քան ամերիկյան Brent-ի չափանիշի նավթը։ Բացի դրանից պետք է նաև ասել, որ Ռուսաստանի նավթի եւ գազի արտադրման վայրերը Արկտիկայում են։ Մենք քննարկել ենք ձեր հետ միասին Գրենլանդիան քննարկելու ժամանակ Արկտիկայում տեղի ունեցող իրադարձությունները եւ այդտեղ խոսել ենք ձեր հետ միասին հարգելի հայրենակիցներ դրա մասին, որ Արկտիկան մեծ կարևորություն ունի Ռուսաստանի համար։ Հիմա, որ Արկտիկայում Ռուսաստանը կարողանա նավթ եւ գազ արտադրել, իրան պետք են տեխնոլոգիաներ, որոնք Ռուսաստանը չունի։ Այդ տեխնոլոգիաները պետք է գնի արևմուտքում, իսկ արևմուտքը ունի պատժամիջոցներ Ռուսաստանի վրա եւ չի վաճառում գազ ու նավթը։ Դրա պատճառով գազի եւ նավթի նոր ուրեմն հանքավայրերը սահմանափակ են։ Ուրեմն պետք է ասել, որ Ռուսաստանի ռազմական ուղղությունները մոտավորապես, եթե 2018-21 թվականին 3-4% էր ՀՆԱ-ի, ապա հիմա պետք է ասել, որ իհարկանում փոփոխություններ տեղի ունեցան եւ դարավ կենտրոնական հատվածը ռուսական տնտեսության։ Այս պահի համար 23 թվականին Ռուսաստանը մինչև 8% աճեցրեց իր ՀՆԱ-ի ծախսերը ուղղված դեպի ռազմական ուղղություն, բայց նաև պետք է ասեմ այսպիսի փաստ, որը ուրեմն շատ մեծ է, շատ կարևոր, եւ սա վերաբերվում է նրան, որ 2025 թվականի առաջի կեսի Ռուսաստանի դաշնային բյուջեի 50%-ի եկամուտները ծախսվել են ռազմական ուղղությամբ։ Ուրեմն բյուջեի 50%-ը արդեն ռազմական ուղղությունով է ծախսվում, որովհետև աննախադեպ բարդ իրավիճակ ունի այդտեղ։ Եվ սա վերաբերվում է տանկերի, բալիստիկ հրթիռների, ուրեմն այդ թվում հրետանու, ինքնաթիռների եւ ուրիշ հնարավորությունների զարգացմանը եւ շատ մեծ ներդրումներ են անում ռուսները, ինչը կարա բերի նրան, որ ընդհանուր առումով կարա լրջագույն ՀՆԱ-ի տոկոս վերջը հայտնվի, որ հենց ռազմական ուղղություններով է։ Դույս Սվերդլովսկի շրջանում Ռուսաստանի, որտեղ որ արտադրանքները շատ մեծ են, ուրեմն ռազմական տեխնոլոգիաների 78% է հիմա ուրեմն աճել ռազմական արտադրանքը Ռուսաստանի։ Ինչ վերաբերվում է իր գլխավոր առաջընթացի այդ ուղղությունով, իրականում չեն կարողացել որևէ փոփոխություն արձանագրել տնտեսության բաղադրիչի մեջ եւ ռազմական ծախսերը առհասարակ հաշվվում են մի քանի ուղղությամբ։ Առաջի հերթին լուծում են աշխատատեղերի հարցերը, ես ասացի շատ ցածր ցուցանիշ է Ռուսաստանում աշխատատեղ փնտրողների, միևնույն ժամանակ ՀՆԱ-ի աճ են ցույց տալիս ֆիզիկական գումարներում, տվյալներում, բայց իրականում ռազմական ծախսերի խնդիրը նրանում է, որ իրանք մարդկանց կյանքերը չեն բարելավում եւ հակառակը կրճատում են սոցիալական, առողջապահական եւ ուրիշ ծախսերը եւ մեծ մասը գնում է նրան, ինչ վերջը պետք է մահի բերի, որովհետեւ պատերազմը միշտ մահի մասին է։ Կամ դու ես զոհվում, կամ հակառակորդը, բայց հետո դու ես զոհվում եւ ընդհանուր առումով այդպիսի իրավիճակ է։ Պետք է ասել, որ այո, ռուսական տնտեսության բյուջեի ուղղությունով շատ մեծ խնդիրներ է արդեն ստեղծվել եւ իրանց այդ ուրեմն ծախսերը տարբեր տնտեսագետներ ասում են, որ իրանց ծախսերը կայուն չեն, նկատի ունեմ ռազմական ծախսերը։ Միևնույն ժամանակ պետք է ասել, որ Ռուսաստանի այդ ազգային բարեկեցության հիմնադրամի գումարները կարելի ասել ավարտվել են։ Միևնույն ժամանակ 25 թվականին այս հսկայական ռազմական բյուջեն բերել է նրան, որ լրջագույն կրճատումներ են տեղի ունեցել սոցիալական ծախսերում
եւ արդեն բերել են խնդիրներ Ռուսաստանի պարտքի ուղղությունով։ Սա բերում է նրան, որ կարելի է ասել ընդհանուր առումով արդեն սկսում է աշխատել պատժամիջոցների եւ պատերազմի հետևակները ռուսական տնտեսության համար։ Եվ այս բան կարելի ասել, որ խնդիրները Ռուսաստանի համար նոր-նորեն սկսվում։ Ինչ վերաբերվում է ուրեմն այդ թվում ուրեմն այն ոլորտին, որ մնացած ոլորտներին, գյուղատնտեսության ոլորտի խոսքին, ապա այստեղ մեծ փոփոխություններ իրականում տեղի չի ունեցել եւ կարելի է ասել, որ այս ուղղությունով Ռուսաստանը կարողացել է շարունակել իր արտահանումը տարբեր ուրեմն գյուղատնտեսական պարենի հետ կապված հնարավորությունների, այդ թվում ցորենի եւ այլն։ Եվ կարելի է ասել, որ Ռուսաստանը կարողանում է այդ ոլորտը էլ ավելի զարգացնել, աճեցնել եւ դրա միջոցով էլ ավելի մեծ ազդեցություն ստանալ տարբեր շուկաների վրա։ Այդ ոլորտում ուրեմն խնդիրներ այդքան էլ չկան, հաշվի առնելով հսկայական տարածքները, հողերը եւ այլն Ռուսաստանում։ Բայց ընդհանուր առումով նաեւ պետք է ասել, որ մի քանի խնդիր կա լոգիստիկ հատկապես, որովհետեւ առաջ եթե Սև ծովը հանգիստ օգտագործում էին ռուսական պարենի ուղղությամբ, ապա դա հիմա խնդրահարույց է եւ Ռուսաստանը փնտրում է նոր ուղիներ։ Այդ նոր ուղին կարող է լինել նաև վերաբերվող ուրեմն Հայաստանի ճանապարհին։ Ռուսաստանի ցանկությունը նոյեմբերի 9-9-րդ կետով բացել կապ Հայաստանի տարածքով նաև գալիս էր այս այլընտրանքային լոգիստիկ կապ ձևավորելու ուղղությունից Թուրքիայի հետ, բայց հիմա երբ Միացյալ Նահանգների միջոցով է դա բացվում, Ռուսաստանը կկարողանա օգտվել այդ ճանապարհից, բայց ինչպիսի տրամաբանությամբ դա մնում է մեծ հարց։ Տեխնոլոգիական ուրեմն ուղղությունով կարելի է ասել որևէ առաջընթաց չկա, հակառակը պետական վերահսկումը շարունակաբար աճում է այնպիսի համակարգների վրա, ինչպիսին է Yandex-ը, Mail.ru-ն, Vkontakte-ն, Kaspersky-ն եւ այլն, ամեն ինչ պետական վերահսկողության տակ է։ Հատկապես Apple-ի, Microsoft-ի, Intel-ի եւ ուրիշ խոշոր արևմտյան խաղացողների դուրս գալուց հետո արդեն Ռուսաստանից։ Եվ արևմուտքի պատժամիջոցները բերել են նրան, որ արգելված է Ռուսաստան այս բարձր տեխնոլոգիական հնարավորությունները զարգացնել։ Մոտավորապես 100,000 IT աշխատող է լքել Ռուսաստանը 2022 թվականին միայն, եւ սա բերել է նրան, որ իրանք տեղափոխվել են Հայաստան, Թուրքիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Սերբիա եւ այդտեղ են զարգացնում իրենց կյանքը նրա փոխարեն, որ Ռուսաստանում, որտեղ այդտեղ մթնոլորտը չի համապատասխանում իրավիճակին։ Բացի դրանից կարելի ասել Ռուսաստանը ամբողջությամբ արևմտյան այդ տեխնոլոգիաները փոխարինում է չինականով, անցնում է Huawei եւ ուրիշ այդ հնարավորությունների 5G տեխնոլոգիաների եւ այլն, եւ տեղում ներբանկային համակարգ է ձևավորվել Mir-ը, գիտեք, որը SWIFT-ի այլընտրանք է եւ փորձում են դա զարգացնել։ Ռուսաստանում փորձում է ուրեմն IT ոլորտը ինքը զարգացնել, բայց իրականում դա այդքան էլ չի ստացվում։ Բացի դրանից Ռուսաստանը ակտիվորեն շարժվում է դեպի սուվերեն ինտերնետ եւ վերջերս տեսնում ենք, որ իրանք ռուսական այսպիսի նոր մեսենջեր են ներկայացրել Max, որը ամբողջությամբ պետական վերահսկողության տակ է եւ որը իրանք ակտիվորեն փորձում են օգտագործել, միևնույն ժամանակ խնդիրներ են ստեղծում Facebook-ի, Instagram-ի, YouTube-ի, WhatsApp-ի եւ ուրիշ այդպիսի ուրեմն համակարգների համար։ Ընդհանուր առումով իհարկե ուղեղի հոսքը Ռուսաստանից, արտահոսքը մեծ խնդիր է իրանց տնտեսության համար ներկայացնում եւ դա բնական է։ Ֆինանսական առումով մենք արդեն նշեցինք, որ մի քանի բանկերը անջատված են արդեն SWIFT-ի համակարգից, ինչպիսին է Sberbank-ը, VTB-ն եւ ուրիշները, որոնք ունեն խնդիրներ հաշվի առնելով դա իրանց ուրեմն
մասնակցության տնտեսական այդ գործընթացներում։ Բայց կան ուրիշ բանկեր, որոնք դեռ SWIFT-ում մնում են և օգնում են այդ ուղղությամբ կապերին և այլն։ Ընդհանուր առումով ռուսական շուկան ուրեմն ակցիաների անցել է դոլարից և եվրոյից դեպի յուաններ, այսինքն դեպի չինական դրամաժույթ և 90%-ը բոլոր ուրեմն արկ ու վաճառքի Մոսկվայի միջազգային ակցիաների շուկայում տեղի է ունենում հենց արդեն յուանի միջոցով, MOEX է կոչվում ռուսական Մոսկվայի միջազգային շուկան և այդտեղ յուանում է գնահատվում նույնիսկ բոնդերը և ակցիաները և Չինաստանը այդտեղ ակտիվ ներգրաված է, բացի դրանից Ռուսաստանը օգտագործում է Թուրքիան և Միացյալ Արաբական Էմիրությունները ինչպես միջնորդ այս SWIFT-ի համակարգի և դոլարի ուղղությունով աշխատանքի, որը դեռ Ռուսաստանում շարունակվում է։ Ընդհանուր առումով, որ ամփոփենք, պետք է ասել, որ Ռուսաստանում այս պահին տնտեսությունը գնալով էլ ավելի խորանում և վատթարանում է, ակնհայտ է արդեն սկսում է հետևանքները պատերազմի զգալ, պատժամիջոցները սկսում են ազդել Ռուսաստանի վրա, բայց Ռուսաստանը փորձում է ուրեմն ձևափոխել իր տնտեսությունը և անցկացնել գլխավոր կապերը դեպի ուրիշ պետություններ, ինչպիսին են չինական, թուրքական, արաբական աշխարհը, կարելի է ասել Հնդկաստանը ինչ-որ առումով, մի խոսքով ասիական այս պետությունների ուղղությունն է իր համար կարևոր, Եվրոպայի հետ կապերը խզելու և Ամերիկայի հետ կապերը խզելու ճանապարհով է շարժվում։ Կարծում եմ այսքանով կսահմանափակվեմ, իմ պատկերացումով հետաքրքիր էր այս քննարկումը, անմիջապես ինձ էլ հետաքրքրում է այս հարցերը և ես պատրաստում եմ իմ համար այսպիսի ամփոփումներ, որ պատկերացում ունենամ ինչ իրավիճակ է ձևավորվել տարբեր պետություններում տնտեսության առումով, հարգելի հայրենակիցներ, և ուստի ձեր հետ միասին մենք նաև փորձում ենք այս թեմաների շուրջ աշխատել, որ դուք էլ տեղյակ լինեք և այստեղից հետևանքներ արվեն։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք, ցտեսություն։